Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ես դիմում եմ մեր այն հարգելի բարեկամներին, ովքեր արդեն հետևում են մեր One Talk ալիքի աշխատանքներին, հաղորդումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Այսօր մեր տաղավարում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։ Բարև Մկրտչյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Բարև Մկրտչյան, եկեք մեր զրույցը սկսենք ձեր տեսակետների արտահայտումով այսօրվա թե ներքաղաքական թե արտաքին քաղաքական իրա, որովհետեւ կարծես թե մեր իրականության մեջ այնպիսի բաներ են կատարվում, որ ըստ ոմանց տեսակետի, չկորցնենք մի քիչ եթերավարիս անաչառությունը, կարծես թե շեղում են Հայաստանի ամենակարևորագույն խնդիրներից, այսինքն արտաքին անվտանգություն, ներքին խնդիրներ, ներքին կարևորագույն խնդիրներ, որոնք դարձյալ կապված են արտաքին անվտանգության հետ փոխկապակցված։ Ինչ եք կարծում, կարծես թե ինչ որ շատ շոշափելի իրողություններ տեղի չեն ունենում հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության հաստատման այդ հարթակում, ինչ է կարծում ըստ ձեզ հիմա գոնե այս պահի դրությամբ մոտ է խաղաղությունը թե ոչ, որովհետև ոմանք նաև մեր ընդդիմադիր հատվածից ասում են, որ խաղաղությունը դա ֆիկցիա է, անիրական է եւ խաղաղությունը շատ հեռու է այսօր ավելի քան երբեք։ Շնորհակալ եմ հնարավորության եւ հրավերի համար, խաղաղությունը իրականում իրողություն է, արդեն իսկ իրողություն է, արդեն իսկ իրողություն է այն առումով, որ ուրախությամբ կարող ենք փաստել եւ արձանագրել, որ առնվազն վերջին 1 տարվա ընթացքում մենք չենք ունեցել հայ-ադրբեջանական սահմանին որևէ զինված ընդհարում եւ չենք ունեցել զոհ։ Սա իրողություն է, սա փաստ է, որը պետք է արձանագրենք եւ այդ արձանագրումն անելուց հետո նոր խոսենք։ Սա խաղաղություն է թե ոչ, երբ որ մենք սահմանին չունենք զոհեր, չունենք զինված բախում։ Ֆորմալ խաղաղություն, սա խաղաղության մասին խոսակցությունները կարող են բերել եւ բերել են, ինչ որ առումով ազդել են այս գետնի վրա, խաղաղ իրավիճակի վրա, թե ոչ։ Իհարկե ազդել են։ Եթե չլիներ խոսակցությունը եւ բանակցությունը խաղաղության վերաբերյալ, եթե չլինեին ձեռքբերված պայմանավորվածությունները, վստահաբար այս իրավիճակը չենք ունենա։ Իսկ այն թե երբ կլինի փաստաթղթավորված, ընդունված այլևս խաղաղություն, դա էլ բանակցությունների առարկա է։ Պետք է բանակցել եւ հասնել այդ խաղաղությանը։ Բայց այն որ այս իրավիճակում Հայաստանի Հանրապետությունը ապրում է իր նորանկախ պատմության ամենախաղաղ ժամանակահատվածը, դա փաստ է։ Թվերն են դրա մասին խոսում, չարձանագրված վատառումով այդ դեպքերն են դրա մասին խոսում, որ չկա իրականում այդպիսի դեպք, չկա զինված բախում, չկա հակամարտության շարունակականություն եւ կա կողմերի մոտ հստակ ցանկություն իրավիճակը թոթափելու, խաղաղ հանգուցալուծման հասնելու եւ խաղաղություն ի վերջո հաստատելու։ Պետք է գնալ այս ճանապարհով։ Հայաստանի Հանրապետության ու նրա ոգեղեն ու իմաստուն ժողովրդի շահերից ելնելով միանշանակ պետք է գնալ այս ճանապարհով։ Ինչ են ասում վայ ընդդիմադիրները, ինձ շատ քիչ է հետաքրքրում։ Եթե չասեմ, որ ընդհանրապես չի հետաքրքրում։ Այն ինչ որ իրենք ասում են մեկ նկատառումից եւ մեկ նպատակից ելնելով քաղաքական հոսանքների վրա լող տան մինչեւ 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրություններ։ Կներեք, իսկ ինչ են իրենք առաջարկում։ Ինչ են իրենք առաջարկում։ Եթե սա ֆիկցիա է, իրենք ինչով են զբաղված տասնամյակներ շարունակ։ Ստատուս քվո պահելով, որը հետո վարունգի օրինակով թարս բուսնեց մեր թիկունքում, մեղմ ասած։ Ասում են, որ մենք մեղավոր չենք, Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է մեղավոր, պարոն Մկրտչյան։ Նիկոլ Փաշինյանը օրոք չեն կորցրել Արցախը, իրենք մեղավոր են այնքանով, որ խաղաղության չեն բերել, չեն հանգեցրել։ Իրենք մեղավոր են այնքանով, որ ստատուս քվոյի պահպանումը իբրև հաղթանակ էին ներկայացնում։ Իսկ այլ բայց իրենց քթի տակ, մեր քթի տակ զինվում էր Ադրբեջանը նորագույն զինտեխնիկաներով։ Զինում էր Ադրբեջանի Ռուսաստանի Դաշնությունը։ Դե հիմա ասեք տեսնեմ ստատուս քվոն հաղթանակ էր, ստատուս քվոն
պահելը խաղաղություն էր, թե թշնամու հետ լուր կոնսենսուսի արդյունքում հայոց բանակը թուլացնել, Հայաստանի Հանրապետության դիմադրողականությունը թուլացնել, վերջնարդյունքում Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին մատաղ անել։ Այ վերջնարդյունքում բառը լավ օգտագործեցիք, իրենք էլ ասում են, իրանց կողմից հակադարձեն, որ վերջնա արդյունքում մենք չէինք կորցրել, վերջնա արդյունքում այս աղետալի կորուստները մենք ունեցանք դե ֆակտո եւ դե յուրե Նիկոլ Փաշինյանի իշխանության դա փաստ է, որը պետք է արձանագրել։ Այն ինչ եղել է նրա սխալ Նիկոլ Փաշինյանի օրոք, բայց ներողություն այդ մտքի հետ ես համաձայն չեմ, որ ասում եք նրա սխալ քաղաքականության։ Ես համաձայն չեմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ստացել է բանակցային փաթեթի ժառանգություն, Նիկոլ Փաշինյանը ստացել է հայոց բանակ, իբրև ժառանգություն 80-ականների մետաղե ջարդոններով։ Էտելո ես չեմ ասում։ Էտելո Սերժ Սարգսյանն էր ասում, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքով։ Թալանված բանակ Էտել հո ես չեմ ասում, էտել հո Սերժ Սարգսյանի Կարեն Կարապետյանն էր ասում, որ տանկերի միջից վառելիքն են անգամ, կերոսինն են անգամ գողանում ու տեղը ջուր լցնում։ Իսկ արտաքին քաղաքական բանակցային process-ից 2015 Ես կարծում եմ, որ այդ փաթեթը արդեն իսկ հանրապետության վարչապետն արդեն իսկ նշել է, որ պատրաստվում է դա հրապարակել եւ կհրապարակի կհրապարակվի ուշ լինի Թաթոյանի առաջարկը ինչի մերժեց ասես ինչ առաջարկ բանավեճի դե կներեք ես էլ Մայք Թայսոնի հետ ուզում եմ բոքսի ռինգում հանդիպել դա լուրջ է չէ դա լուրջ չի բայց ինչի լուրջ չի Թաթոյանի հետ հանդիպելը Մարկ Թայսոնի հետ չեք հանդիպի որովհետեւ դուք քաղաքագետ եք եւ ոչ թե բռնցքամարտիկ հա իսկ Արման Թաթոյանը իմ խորին համոզմամբ գրպանային տեխնացու է ում ջերմոցային պայմաններում աճեցված քաղաքական գործիչ է, եթե ուզեք։ Ինչու՞։ Դե կներեք էլի Արման Թաթոյանի կարծիքները արտահայտած, Արման Թաթոյանի կապերը։ Ներողություն որևէ մեկը դուք անգամ կարող եք ինձ հակադարձել ու ասել, որ Սերժ Սարգսյանի օրոք մարդու իրավունքների պաշտպանի պորտֆելը այդպես հեշտ տրվել է Արման Թաթոյանին։ Դե Սերժ Սարգսյանի ժամանակաշրջանի մարդու իրավունքների պաշտպանը չի եղել։ Մի մարդու իրավունքների պաշտպան էլ կար, Կարեն Անդրեասյան։ Երբ որ փորձեց դեմ գնա սիստեմին եւ համակարգին։ Կարեն Անդրեասյանի ճակատագիրը մենք չտեսանք, թե ինչ եղավ։ Հիմա ուզում եք ինձ համոզեք, որ Արման Թաթոյանը եղել է անկախ քաղաքասարակության կողմից ժողովրդի ծոցից դուրս եկած մարդու իրավունքների Սերժ Սարգսյանի տեխնացու։ Չէ, ժողովրդի ծոցից դուրս եկածը մի քիչ շատ պաթետիկ կհնչեր, այսինքն չնայած բոլորս էլ ժողովրդի ծոցից ենք դուրս եկել, չէ՞, պարոն Մկրտչյան ջան, բոլորս էլ ժողովրդի ծոցից ենք, հայ ժողովրդի ներկայացուցիչներ ենք, հայ ենք։ Ինձ թվում է դուք հասկացաք ես ինչ։ Հա, բայց բոլոր դեպքերում ինքն էլ ասում է, որ չէ, ես այդ բանը չեմ, դրա համար ես անմեղության կանխաբարկածը, ես եթե մի բան չեմ կարող փաստել, չեմ փաստում, օրինակի համար, ես դարձյալ էլի հակադարձումով եմ փորձում ներկայացնել իրողությունը, որ ես Սերժ Սարգսյանի օրոք հաց ու ջուր կերել եմ, հաց կերել եմ, ջուր խմել եմ, բայց դա չի նշանակում, որ ես Սերժի մարդն եմ։ Այ հիմա ջրի մասին, եթե դուք եւ մեր բազմահազար հայրենակիցներ Սերժ Սարգսյանի օրոք հաց ու ջուր էին ուտում, մարդկանց էլ հորդորում էին կարտոֆիլ ուտել։ Այո։ Ապա Եվ Սերժ Սարգսյանի շրջապատը եւ Սերժ Սարգսյանին հարող մարդիկ օֆշորներում դիզում էին հարստություն, թալանում էին երկիրը, ինչքան ուզում այնքան խփում էին։ Ինչու այդ դեպքում Սերժ Սարգսյանը այդ դեպքում եթե այդքան գող ու ավազակ ու թալանչի է եղել, ինչու այդ դեպքում ինքը բանդում չի եւ ինչու։ Կհայտնվի։ 8 տարի այս իշխանություններն քննադատում են, որ հա ասում են, բայց չեն։ Դատաիրավական համակարգի ամբողջական բարեփոխումներից հետո Սերժ Սարգսյանն էլ կանգնի պատասխանատվության առաջ։ Ես էլ հաշտ չեմ։ Մենք անձնական կյանքում բարեկամներ ենք, պարոն Մկրտչյան, բայց այս 8 տարի, այո, 8 տարի եկեք բարեկամաբար խոսենք։ 8 տարի ասի ես իշխանությունը գողեր, ավազակներ, թալանչիներ, էլի դարձյալ ընդդիմադիր հատվածն էլ է դա ասում, ես իրենց փոխանցումն եմ կատարում այստեղ։ Գողեր են, ավազակներ են, թալանչիներ են, բայց իրական, այսպես ասած, գլխավոր օդեոս դեմքերը ըստ էության այսօր ազատության մեջ է այդ թվում բրավո այո այդ թվում Ռոբերտ Քոչարյանը այդ թվում շատ այն պաշտոնյան է եղել որի օրոք
կոռուպցիայի ծածկադմփոց անելը հիմնավորվում էր թղթերով ամեն ինչ ճիշտ է բառակապակցությամբ եւ եթե դուք կարծում եք որ Սերժ Սարգսյանի մոտ թղթերով ամեն ինչ ճիշտ չի, չարաչար սխալվում եք։ Թղթերով ամեն ինչ ճիշտ է եւ Սերժ Սարգսյանը Գաբրիել հրեշտակապետի մոտից գործուղված անձնավորություն է մեր երկրում, բայց իրական կյանքում Սերժ Սարգսյանի արհավիրքները, որ բերել է Հայաստանի Հանրապետության գլխին, ակնհայտ է ու բոլորս ենք տեսնում ու իրավապահները վստահաբար հասնելու են Սերժ Սարգսյանի տներին։ Որ արդեն իշխանում, այ դուք մի օր մենք պայմանավորում ենք անդադ ու այդպես էլ չենք անում, միգուցե այսօր մի քիչ մանրամասնենք, խոսում ենք այսպես կոռուպցիոն իրականության մասին, որին կընտրի Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականին, իսկ իմ խորին համոզմամբ 2026 թվականի ընտրությունը շատ բանով չի տարբերվելու 2021 թվականի ընտրություններից։ 2026 թվականին միանշանակորեն ԿՊ-ն հաղթանակ արձանագրելու եւ միանշանակորեն, հա, ըստ ինդեմատորին միանշանակորեն ԿՊ-ում եւս փոփոխություններ են լինելու մինչեւ 2026-ի ընտրությունները, իսկ 2026-ի ընտրություններից հետո միանշանակորեն ԿՊ-ն հասնելու է Հայաստանի Հանրապետությունում արդարության եւ արդարադատության հաստատման։ Այլ բան եք սպասում, որ պետքա ԿՊ-ն իշխանություն չլինի։ Կարող եմ ծավալվել այդ հարցի շուրջ, թե ինչու պիտի ԿՊ-ն լինի, բայց կարող եք, իհարկե կարող եք ծավալվել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունում ցավոք սրտի վաղաշաբաթում ես ընտրությունների էի մասնակցում, եւ այդ ընտրությունները ինձ համար դասեր քաղելու լայն հնարավորություն էին, եւ ես այդ դասերը շատ լավ եմ սերտում եւ առհասարակ սիրում եմ կյանքից դասեր սերտել։ Կյանքում արված սխալների վրա սովորել եւ երբեք այդ սխալները չկրկնել։ Բայց դուք ԿՊ Հայաստանի Հանրապետության եւ ըստ էության ԿՊ տեխնացուն անցավ, չէ՞։ Ես ԿՊ տեխնացուն եի եւ ԿՊ տեխնացուն անցավ, ես ակնկալում էի որ պետքա Գյումրի 2 թույլ չտան վաղաշաբաթում եւ իմ մասով ամեն ինչ արել եմ որպեսզի Գյումրի 2 թույլ չտամ եւ ինչ որ առումով հաջողել եմ։ Ինձ վստահել է 1241 քաղաքացի, որոնց առաջ հատիկ առ հատիկ խոնարհվում եմ եւ շնորհակալություն եմ հայտնում իրենց ու առիթից օգտվելով ասում եմ, որ ես բոլորի համար վաղաշաբաթ խոշորացված համայնքում եւ առհասարակ բաց եմ եւ թափանցիկ, կարող են ինձ իրենց խնդիրներով ծանրաբեռնել լավ առումով, ես պատրաստ եմ այդ բեռը տանել, անկախ նրանից ունեմ մանդատ թե չունեմ, բայց ես նաեւ արել եմ արձանագրումներ, որ ցավոք սրտի Հայաստանի Հանրապետությունում քաղաքական դաշտը որպես այդպեսին կայացած չէ։ Ցավոք սրտի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս այն գիտակցական այն մակարդակին չեն հասել, որպեսզի ընտրություններում ինստիտուցիոնալ ընտրություն կատարեն։ Այդ առումով 100% համաձայն։ Եվ այս իրավիճակում մենք ունենք քաղաքացիական պայմանագիր, որը իշխող քաղաքական ուժն է, որը մեր ընդդիմադիր բարեկամը կասել 8 տարի ասում է, էս եմ անում, այն եմ անում, բացահայտում եմ գողերի ընթացքում։ Ընդդիմադիր բարեկամը չգիտեմ ինչ կասի, ես կասեմ քաղաքացիական պայմանագիրն ասում էր, էս եմ անում, դրանցից շատ բան արել է եւ անում է, շատ բան էլ չի արել, բայց կանի։ Վստահ եք։ Ավելի քան վստահ եմ։ Ավելի քան վստահ եմ, որովհետեւ գիտեք, կյանքը ցույց կտա։ Գիտեք, գործն էլ է դա ցույց տալիս։ Աշխատանքն է դա ցույց տալիս եւ աշխատանքն է ինձ ստիպում իմ անկախ դիրքերից այդ արձանագրումն անելու։ Իրականությունը, բայց դարձյալ ասում են, տեսեք ինչ իրականություն։ Իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում կառուցվում են դպրոցներ, որ 30 տարի թալանվել կամ սեփականաշնորվել են։ Հայաստանի Հանրապետության մեջ իրականության մեջ կառուցվում են մանկապարտեզներ, որ էլի տասնամյակների ընթացքում կամ թալանվել են կամ սեփականաշնորվել են։ Իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինարարություն է իրականացվում, որ տարիներ առաջ դրա մասին երազել կարելի էր։ Իրականության մեջ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը զինվում են արդիական ժամանակակից զինատեսակներով, որի մասին ժամանակին երազում էին եւ հպարտանում էին, որ 80-ականների զենքով է զինված մեր բանակը։ Իրականության մեջ Հայաստանի Հանրապետությունում բազմաթիվ ռեֆորմներ են տեղի ունենում։ Իրականության մեջ բազմաթիվ ռեֆորմների արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մաշկի վրա այդ փոփոխությունները զգում ու տեսնում է։ Տարական օրինակ բերեմ, բարեկային ծառայությունը։ Ռեֆորմի, լավ ռեֆորմի արդյունքա, որ թե ոչ։ Բայց հանցավորությունը ինչ է ծառայություն, որը հակադրվել է նախկին ճանապարհային ոստիկանությանը,
Եվ լավ առումով պատվով կատարում է իր աշխատանքը։ Բայց հանցավորությունը կաշառակերության մեջ հանցավորությունը շատ շեշտակի շատացել։ Թմրամոլությունը, պարոն Մկրտչյան ջան։ Դեմ չեմ, դա խնդիր է։ Խնդիրը ո՞նց ենք լուծելու։ Այդ անպետք, այսպես ասած, ճակերտավոր նախկինների ժամանակ չկար այդքան, է։ Շրջանառության խնդիրը տարածված է ամբողջ աշխարհում։ Տեխնոլոգիական հնարավորություններից օգտվելով մի շարք բաշի բոզուկներ, որ ես նրանց այդպես եմ անվանում, հանրությանը պղծում են, հանրությանը եւ հատկապես երիտասարդ մատաղ սերնդին թունավորում են իրենց այդ մետաստազներով եւ թույներով, որի անունն է թմրանյութ, եւ դրա դեմ պետք է անողոք պայքար տանել։ Անողոք պայքար տանել ոչ թե միայն կառավարության եւ պետական ինստիտուտների միջոցով։ Կներեք, իսկ դուք այստեղ հանրության մեղավորությունը չեք տեսնում։ Տարական մի օրինակ բերեմ, հա։ Բաց խոսեմ, թույլ տվեք, բաց խոսեմ։ Թափանցիկ եւ բաց խոսեմ այստեղ։ Ներողություն, հանրությունը այստեղ մեղավորություն չունի։ Դուք քիչ ունեք հարևաններ, կամ դուք ինքներդ ականատես չեք եղել դեպքերի, երբ որ երիտասարդները ինչ որ մի ծառիտակ, ինչ որ հանքափորությամբ են զբաղվում։ Դուք վստահաբար կամ ձեր հարևանը վստահաբար գիտի չէ փորձել եմ հակադարձել, ինչպես հիմա եմ հակադարձում։ Երիտասարդ այդ ծառիտակ ինչա փնտրում։ Այո, ինձ հետ անձամբ է եղել։ Ձեր դե որ անձամբ է եղել ձեզ հետ։ Ինչ եք արել դուք, կասեք։ Զանգել եմ, բայց չեն կարողացել կանխել։ Ես որքան հիշում եմ, ես որ աշխատում եմ ժամանակին հետամուտ եմ եղել, ներկայացրել եմ, բանասին իմ չափով արել եմ, բայց գուցե ես իդեալական չեմ ասում, իդեալական չենք ոչ մեկը։ Դուք էլ ունեք, ես էլ ունեմ։ Հազարավոր դեպքեր գիտեմ, որ մեր հայրենակիցները չեն դիմում իրավապահ մարմիններին եւ ուղղակի լուր անցնում են դրա կողքով, հույս ունենալով, որ այդ ուխտը վատառումով ուխտը չի չոքել։ Դա էլ է կոռուպցիայի դրսևորման ձևերը։ Դա էլ կարող է մի օր չոքի իրանց տունը։ Ու պետքա դրա դեմ կոռուպցիայի դրսևորում չի ներկայիս իրականության, կոռուպցիայի դրսևորում չի, դրա մեջ էլ են անդիմախոսները տեսնում։ Այն որ թմրանյութերը ինչ որ կերպ ներթափանցում են Հայաստանի Հանրապետություն, այ շանգլուխ էստեղ է թաղված եւ որտեղից է ներթափանցում։ Այ իշխանությունը էստեղ պետք է աշխատանք տանի եւ այդ առումով մաքսային անցագրային կետերը վերազինումների են ենթարկում տեխնիկական եւ առանձին դեպքեր ա լինում, որ տոննաներով թմրանյութեր է հայտնաբերվում։ Տոննաներով թմրանյութ է հայտնաբերվում։ Որ շատացել է, բարոն Մկրտչյան ջան, աշխարհում է շատացել։ Ժողովուրդ ջան, աշխարհում է դա շատացել եւ ես ասում եմ դրա մեխանիզմը իշխանությունը որ լավ չեն աշխատում, գուցե դա էլ կա։ Մեխանիզմը դրա պայքարելու աշխարհը ունի փորձեր։ Մի քանի փորձ կա։ Այո։ Մի քանիսը ես կհամարցակվեմ ձեր տաղավարում բարձրաձայնել, մի քանիս ուղակի չեմ համարցակվի, հաշվի առնելով մեր հանրության կրթական ցենզը։ Ինչպես կուզենաք։ Օրինակ, կներեք էլի, բնակչությունը անելիք ունի այստեղ։ Ունի։ Առհասարակ պետության մեջ, Հայաստանի Հանրապետության մեջ բնակչությունը, եթե ուզում է որ այս պետությունը կայանա, պետք է գիտակցի, որ պետության տերը ինքն է, անհատապես յուրաքանչյուրը Հայաստանի Հանրապետության տերն է։ Իր մեծ տունն է այս երկիրը, ու պետք է ինքը այդ դրանով առաջնորդվի։ Երբ որ ապօրինի թմրաշրջանառության դեպք է տեսնում փողոցում, որևէ ծառի տակ, որևէ երիտասարդի, որևէ կասկածելի գործողություն իրականացնելիս, ինքը պետք է կիսվի իր ունեցած տեղեկությամբ իրավապահ մարմինների հետ։ Հիմա կասեք ոնց, շատ պարզ, ասեք։ Շատ պարզ։ Բոլորի գրպանում է սմարթֆոններից կա, չէ՞ դրված։ Այո։ Տեխնիկական առումով ինքը հագեցված է եւ ամեն մեկի գրպանում մի տեսախցիկ է իր հետ ամեն մեկը ման տալիս։ Կարելի է չէ՞ մարդու դեմքը նկարել, հանձնել իրավապահներին իդենտիֆիկացնելու համար։ Պայքարել քո սեփական դիրքերից իբրև միջին վիճակագրական քաղաքացի մարդը կարող է պայքարել, իհարկե կարող է։ Ինչի՞ չի պայքարում։ Ասեմ, կամ տառապում է ինչ-որ ենթամշակույթերի իր մեջ կրմամբ, ինքը կրում է այդ ենթամշակույթը, բայց ինքը իր վառ երազներում անգամ չի կարող այդ ենթամշակույթ իրական կրողների կողքին հայտնվել։ Ինքը ուղղակի այդ իլյուզիաներով ապրում է։ Ինքը գործ տվող չի, ճակերտներում, ինքը իրավապահների հետ խոսելիք չունի, բայց հանկարծ ինքը ուտել խմելու սեղանի շուրջ խմում է երեխեքի կենացը։
Ու չի ասում, որ այդ երեխեքին թունավորողների ճանապարհը ինքը չի փակել, ունենալով հնարավորություն։ 100%-ով շատ ճիշտ։ Հիմա թեքել եմ քո ենթամշակույթի վրա էլ, որ կրում ես կամ ենթադրյալ ենթամշակույթի վրա, որ դու կրում ես։ Այդ գործ տալու ինստիտուտի վրա էլ, որ դու գործ տալու ինստիտուտ ես հրճակել։ Վաղը այդ ուխտը կարա յուրաքանչյուր քաղաքացու դուրը ընտանիքի առաջ չոքի։ Եթե մենք սա չենք գիտակցում, եթե քաղաքացին սա չի գիտակցում եւ իրավապահների հետ չի համագործակցում, համագործակցության արդյունքում հնարավոր է իրավապահ համակարգը չարձագանքի կամ թերի արձագանքի դրա հետևից էլ չի գնում։ Ժողովրդական ասացված կա, չէ՞, Յարեն տիրոջն ա ցավ տալիս։ Եթե այդ Յարեն, եթե այդ վերքը տիրոջը ցավացնում է, տիրոջ պետքը չի, որպեսի բուժում իրականացնի, դեմն առնի, կամ այդ մետաստազի արմատները կտրի, ոչ մեկ մեղավոր չի։ Այստեղ կա թե մեղավորություն պետության կողմից, թե կա քաղաքացու մեղավորությունը։ Էլի եկեք իրականությունից չկտրվենք։ Պետության մեղավորությունն էլ կա, քաղաքացուն էլ կա։ Ես համաձայն եմ ձեզ։ Եվ այստեղ էլի բախվում ենք կրթության հետ։ Համաձայն եմ կրթության հետ։ Կրթության, մենթալ, հոգեբանական շեղումների եւ զեղումների հետ։ Ժողովուրդը վերև է նայում, չէ, դեպի իշխանություն եւ առաջի մեղավորը երևի թե իշխանությանը ասենք, չգիտեմ։ Ամեն ինչում կարելի է մեղադրել իշխանությունը։ Մարդը ասում է, դե ամեն ինչում կարելի է մեղադրել իշխանությանը, ամեն ինչում Հայաստանի Հանրապետությունում տենդենց կա մեղադրելու Նիկոլ Փաշինյանին։ Կին ամուսին հարաբերություններում որևէ զեղում, շեղում, երբ որ տեղի է ունենում, անգամ այս դեպքերում մարդիկ մեղադրում են գուցե ծիծաղելի է Նիկոլ Փաշինյանին։ Սա կարելի է։ Սա էլ է բնորոշ մեր հասարակությանը։ Ամեն ինչում գտնել խավության նոխաս եւ բարթել այդ ամեն ինչը այդ մեկի վրա։ Խավության նոխաս պետք չի։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ձեզ վառ օրինակ։ Մարդիկ ամեն ինչ անում էին, շրջանակներն ամեն ինչ անում էին, ընդཐུպ խաղամոլությամբ տառապելով այդ հանգամանքի վրա խաղադրույք էին կատարում, որ մեր ժողովուրդը ի վերջո հող հանձնողին կհանձնի հողին, կգտնի մի խավության նոխաս, ամեն ինչ կբարթվի այդ մեկի վրա ու կինոն կավարտվի։ Իրանք հետ կգան իշխանության։ Այս ամեն ինչը վերևից մինչև ներքև փոխանցվում է։ Ու այո, մեր խնդիրների հիմնական արժի չափաբաժինը մենթալ հոգեբանական է։ Մենթալ կրթական։ Սա պիտի լուծվի։ Տքնաջան աշխատանքի արդյունքում։ Ոչ թե մեր երեխեքին պետքա սովորացնենք գողական էթալ, անուշ ապեր խաղալ, այդ երեխեքին պետքա սովորացնենք իրավագիտակից ու ճիշտ քաղաքացի մեծանալ։ Պիտանի լինել սեփական ժողովրդին ու սեփական պետությանը։ Երբ որ մենք հասնենք սրան, վստահաբար խնդիրների մեծ մասը սահուն, ինստիտուցիոնալ ճանապարհով լուծումներ կստանա։ Բայց մենք այս ճանապարհին հսկայածավալ աշխատանք ունենք տանելու։ Բայց այդ գողական էթալն էլ, այ ձեր գործ տալ ասվածը որտեղից է գալիս, ինչ է նշանակում գործ տալ։ Եթե ես տեսել եմ մի պոտենցիալ բաշի բոզուկի, ով թմրանյութերա տեղադրում հանրապետության տարբեր հատվածներում ու դա ես տեսել եմ կոնկրետ մի տեղում օրինակ, հա, օրինակ։ Եվ ես հաղորդում եմ տվել ոստիկանություն, այդ որ մի դուրս պրծուկը կարող է ինձ գործ տվող ճանաչել։ Չէ, դուք որևէ մեկը կարող է, այդ որ մշակույթով ու ենթամշակույթով է դա ընդունելի։ Չէ, հրաշալի գործ է կարել։ Հրաշալի ողջունել։ Դե դուք եք այդպես ասում։ Բայց դուրս եկեք շփվեք մարդկանց հետ։ Դե հիմա մեր հասարակության մեջ էլ կներեք ձեր ասածը ինձ մի բան հիշեցրեց հիվանդանոցային մի պատմություն, որ մի հայտնի դերասան էր ասել Դավիթ Հակոբյան ասում էր հիվանդանոցում էի մի այլայլված մարդ մոտեցավ դեռ այսպես նախկինների ժամանակ էր ասում է Պարոն Հակոբյան, ես ինչ եք արել, ես ինչ վիճակ է, բան, ինձնից անդադ փող են ուզում, անօրինական, ասում է, թեժ գիծ կա, այդ էլ հիմա այդ օրենքով թեկուզ ասենք ինչ ով էլ ինչքան չի սիրում նախկինը, ասում է, թեժ գիծ դիմի, բանը հաղորդում տուր, թող գամ բացահայտեն ու պատժեմ մեղավորներին։ Ասում է, պարոն Հակոբյան, կարող է գիտեք ես գործ տվող եմ։ Այո, այդ ենթամշակույթը կա։ Լսեք, ցավոք այդ ենթամշակույթը ոչ միայն հասարակության միջին վիճակագրական Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում կա, ցավով եմ արձանագրում, դա նաև ներթափանցել է իրավապահ համակարգ տարիների ընթացքում։ Համաձայն եմ։ Ներթափանցել է իրավապահ համակարգ։ Ես օրինակ ճանաչում եմ ոստիկանության համազգեստ կրող անձնավորության, վստահաբար մեր հայրենակիցներն էլ են ճանաչում, թող մեկնաբանությունների դաշտում ակտիվ լինեն նշեն, բոլորն են ճանաչում, առնվազն մեկին, ով ոստիկանության համազգեստ կրելով
ինչ որ այլ ենթամշակույթների է հարում։ Իրան դիմաց քաղաքացուն իբրև պոտենցիալ գործտվողի աչքերով հումորը բան արեն մտքովս անցավ։ Ներողություն, ես որ ասում եմ, սա մենթալ հոգեբանական եւ մենթալ կրթական է, իզուր չեմ ասում։ Ես իմ մասով իբրև քաղաքացի, ես պայքարում եմ երկու տեսակի դեմ էլ։ Միջին վիճակագրական քաղաքացիների մեջ եղած այդ արժե համակարգը կրողների դեմ եմ պայքարում, որպեսզի նրանց մեջ էլ փոփոխություն մտցնեմ։ Իրավապահ համակարգում եղած այդ մետաստազային գործիչների դեմ եմ պայքարում։ Օրինակ վերցրեք։ Էսա պետություն կառուցելու ճանապարհը էսա։ Հակառակ պարագայում ոչ մի լավ տեղ չենք գնա։ Եթե մենք դեռ դիմախոսները հեշտ է, չէ՞, ավելի շատ, եթե պետություն ես, օրինակ դուք պետական լծակ չունեք, պարոն Մկրտչյան, չէ՞, ուզենք թե չուզենք, այսօր ունեք հանրային լծակ, առաջին լծակը դուք եք ինքներ եւ փառք ու պատիվ ձեզ, որ դուք դա անում եք որպես մարդ, ընդհանրապես մարդ տեսակ։ Իսկ հանրության ներկայացուցիչ ասում է, բա մենք ունենք պետություն, որը առավոտից իրիկուն խոսում է արդարության, այդ ենթամշակույթը կոտրելու, կարգ ու կանոն հաստատելու, չի անում։ Լսեք, պետությունը հանրությունից եւ ինձանից անջատ ամորֆ մարմին չի։ Պետությունը ես եմ, պետությունը դուք եք, պետությունը մյուս քաղաքացին է, մյուսն է։ Այո։ Պետությունը բոլորս ենք, ամեն մեկս մեր մասով պետության մի մասնիկն ենք ու պետության պաշտպանն ու պահապանը։ Այդ տարբերությունը այդտեղ է, որ մարդը իր տանը նստած, իր տաքուկ բազմոցին նստած, ինքը պատկերացնում է, որ պետությունը, պետական ապարատն ու պետական մարմիններն ու ինստիտուտները ամորֆ, իրենից անջատ մարմիններ են, որ պետք է իր փոխարեն շատ բաներ անեն։ Իսկ ես ասում եմ հակառակը, պետությանը եւ ինստիտուտներին, մարմիններին պետքա քաղաքացին իբրև պետության մի մաս, պետության ամենակարևոր մաս օգնի, որ դա անեն։ Ես ասում եմ, որ քաղաքացին էլ այսօր այնքան ծանր, նաև դուք բացառություններ կարող է բացառություններ կան անում են, բայց քաղաքացիների միջ շատ զգալի մասն էլ կքած իր սոցիալական բեռի տակ դրա հնարավորությունը չունի։ Ուրեմն էլի գործառույթ են գնում, չէ՞, պետության ինչ անի այդ դեպքում էլի։ Չեմ ընդունում, կամք չունի, ցանկություն չունի, կաշկանդված կամ կապ կպված է։ Օրահաց խնդիրներով է զբաղված։ Եթե պետությունը լավացներ նրա սոցիալական վիճակը, նա ավելի լավ կզբաղվեր այդ հարցերով։ Որևէ մեկը իր ձեռքը չի բռնում, իրեն չի արգելում։ Չէ, չի արգելում։ Հանցագործություն տեսնելու պարագայում հաղորդում տալ։ Ասեմ ավելին, որևէ մեկը անգամ իր սոցիալական դժվար պայմանները իրեն չեն ստիպում, որ ինքը քերական ենթամշակույթին հարող մտածելակերպով խնդիրներին մոտենա։ Այդ սոցիալական բեռի տակ կքածները, այդ ծանր սոցիալական պայմաններում ապրողները, որ իրականում կան, ու իրականում պետքա պետությունը իրանց կյանքը ավելի լավը դարձնի, ամեն ինչ անի, որ լավը դարձնի։ Կներեք, այդ սոցիալական բեռի տակ կքած գողական կարումենեթան պետության ինստիտուտներին օգնել չեն կարողանում։ Չէ, գողական էթալը չէ։ Չակերտներում։ Բան Մկրտչյան, մի հատ միտք առաջացավ, կներեք հազարանք։ Օրինակ ասենք այդ գողականներին շատ որ վկայակոչեցիք, այ մի որոշակի հանրային զանգված էլ կա, միջելուց հետաքրքիր թեման է, կա մի քիչ ոչինչ, այսօր դա էլ զարգացնենք։ Շատ թեմաներ ենք ձեզ հետ զարգացրել։ Այսինքն ասում են, որ այ գողական այդ ենթամշակույթը եւ այդ խավը ձևավորվել է ի հակակշիռ պետական, այսպես խավի, պետական հատվածի, որը չի կարողացել հանրության մեջ արդարության զգացողությունը խորացնել եւ արմատավորել եւ այսպես ասած հիշում եք չէ ժամանակին անգամ խորհրդային տարիների լսած կլինեք այդ գողական ներկա նրանք ավելի արդար բան եւ ժողովրդի մեջ նրանք ավելի մեծ հեղինակություն են ունեցել կամ պետական արձագանք եմ խնդրեմ պետության մեջ պետություն ստեղծելու եւ պետություն խաղալու ցանկացած դրսևորում պետքա արժանանա պետության եւ պետական մարմինների մասնավորապես իրավապահ համակարգի բիրտ եւ կոշտ հակազդեցության։ Մտքի հետ լրիվ համաձայն եմ։ Եթե պետությունը արդարության գաղափարների լայն իմաստով կրողն է, համաձայն չեք։ Այդպես էլ կա։ Այո։ Պիտի այդպես լինի։ Այդպես էլ կա։ Այլ հարց, որ թերի է, չի բավարարում, տեմպերը դուր չի գալիս, այդ լրիվ այլ հարց է, բայց որ կամքը կա, ցանկությունը կա, ռեֆորմները կան, աննախադեպ Հայաստանի նորագույն պատմության մեջ սա ակնհայտ է։
Եվ ես սա տեսնում եմ եւ ինձ չի կարող ոչ մի բան կաշկանդել, որ ես սրա մասին չբարձրաձայնեմ։ Ես պետքա բարձրաձայնեմ, եթե ես խնդիրներին մոտենում եմ անաչառությունը հիմքում դնելով, ես պարտավոր եմ լավին լավ ասել, վատին եւ թերացմանը թերացում եւ վատ ասել։ Սա իմ սկզբունքն է, որին չեմ պատրաստվում դավաճանել երբեք։ Մենք որ շատ ազատ ենք խոսում, մի քիչ ցածկերով խոսենք, այ որ դուք ասեցիք խաղաղությունը եւ այլն, այսպես համարեցիք դա իրողություն, ձեր տեսակետը արտահայտեցիք, ինչու չի դադարում ըստ ձեզ որպես քաղաքագետ ադրբեջանական եւ ավելի է շիկանում, ավելի է սրվում Ադրբեջանի բռնապետի, սուլթանի կամ խանի հակահայկական այս ռետորաբանությունը եւ նոր սպառնալից առաջարկներով է նա հանդես գալիս, ընդհանուր մինչեւ որ ինձ ուղղակի մեր սարսուրը առաջացնում ադրբեջանցիների այսպես կոչված 300 թե 500,000 ադրբեջանցիների վերադարձ այդ վերջերս հետևելով ինֆորմատիվ դաշտին ես տեղեկացա որ բոլոր դեպքերում այդ արևմտյան Ադրբեջանի կազմակերպությանը նոր թափ են, նոր գույն են հաղորդում նրանք ֆինանսավորում են, ընդլայնում են։ Մենք մեզ հարց տվել ենք դառնում այսպես բան, բայց մենք ինչ ենք անում։ Մենք մեզ հարց տվել ենք, թե որտեղից ծագեց արևմտյան Ադրբեջան այդ եզրույթի կամ այդ գաղափարախոսության ներդրումը, երբ իրենք ստեղծեցին, երբ այդ միտքը իրենց մոտ առաջացավ։ Երբ որ մենք Երևանում նստած հռչակել էինք երկու հայկական պետություն, Հայաստանի Հանրապետություն եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Նորմալ չի։ Չէ, մի պահ եկեք դուրս գանք։ Մի պահ այդ ձեր հայկական կոստյումը հանեք, հագեք ֆրանսիացու կոստյում եւ ձեզ պատկերացրեք ֆրանսիացի, մեր բարեկամ երկրի անունն եմ հատուկ շեշտում։ Եվ իրավիճակին գնահատական տվեք։ Լսեք, այն ինչ ունի ազդեցություն, ունի նաև հակազդեցություն։ Եթե մենք տարիներ շարունակ հայկական երկու պետականության եւ հայկական երկու պետության մասին ենք խոսել, թքած ունենալով միջազգային իրավունքի եւ միջազգային կանոնադրության վրա։ Հիմա միայն խաղաղության մասն է։ Լսեք, հիմա այդպես արագ ասելով չի, հիմա չա եղել նախկինում։ Հա, նախկինում եղել է, հիմա չկա այդ նախկին, չէ՞։ Դա մենք հիմա հակազդեցության պատուղներն ենք քաղում։ Ինչքան հնարավոր է դա զսպել։ Իհարկե։ Ինչպես։ Ադրբեջանը խոսում է փախստականների վերադարձից, Երևանը կարող է ի հակառակ դրան դնել Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների վերադարձի հարցը եւ այստեղ ոչ ոքի պայմաններում իրավիճակը կհարթվի։ Այդ կասեն էլի քննադատողները, այդ լավ իշխանությունները ինչու չեն դնում այդ ձեր ասած շատ լավ։ Որովհետև Ադրբեջանը մեր առաջ դնում է 300,000 փախստականի վերադարձի հարց։ Ես պատասխանեցի։ Կամ գուցե ասեմ, որ եկեք ոչ դուք այդ հարցը շարունակեք զարգացրեք, չէ՞։ Եկեք մի հատ հարցի շուրջ։ Ոչ էլ մենք, հա, ահա։ Այդ ճանապարհով էլ գնում ենք, այդ ճանապարհով էլ գնում ենք։ Բայց իրենք շարունակում են զարգացնել, մենք բան չենք ասում։ Քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, իրենք ինչ ուզեն զարգացնելու են։ Ներողություն, Փաշազադեն էլ էր այնտեղից խոսում։ Ալիևն էլ է խոսում։ Ճիշտ է, որ խոսելու են, ու հետո ինչ, մենք նայենք, ականջ դնենք, թե Փաշազադեն մեր վերաբերյալ ինչ ասեց։ Դուք չեք կարծում, որ Փաշազադեի հայտարարությունները այստեղ ներհայաստանյան հանրային քննարկումների տիրույթ բերել է ադրբեջանական օրակարգի հայելային, այսպես կիրառում է Հայաստանի Հանրապետությունում։ Փաշազադեն, լավ այսպես ասեմ, ստվերային օրակարգ թելադրող է դառնում Հայաստանի Հանրապետությունում։ Ալիևը ստվերային օրակարգ թելադրող է դառնում Հայաստանի Հանրապետությունում։ Իշխանություններն ասում են, ներողություն, ընդդիմախոսներն ասում են, որ դեռ ավելին ամբողջ փաշինյանական վարչակարգն է այսօր։ Դե լավ է, որ ընդդիմախոսները, որ ընդդիմախոսները, Ռոբերտ Քոչարյանի նման ընդդիմախոսը։ Ով է Ռոբերտ Քոչարյանը։ Ով է Ռոբերտ Քոչարյանը։ Ասեք ով է Ռոբերտ։ Երկրորդ նախագահն է։ Կներեք, երկրորդ նախագահն է զավթելու ես նրան երբեք նախագահ չեմ ճանաչել ու չեմ էլ պատրաստվում ճանաչել։ Ով է Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք տվող, չի։ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմը, Արցախյան երկրորդ պատերազմը 2020 թվականի նա չէր, որ ասում էր Հայաստանի Հանրապետությունը հրահրեց ռազմական գործողություններ։ Այդպիսի հայտարարություն արել է աշխարհում երկու հոգի։ Մեկը Իլհամ Հեյդարի Ալիևն է, մեկը Ռոբերտ Սեթրակի Քոչարյանն է։
Հիմա դուք բերել եք մարդուն ցիտում եք, ասում եք ընդդիմախոսը։ Ինչ ընդդիմախոս։ Իրերը կոչեք իրենց անունով։ Դե ֆակտո ընդդիմախոս։ Ներեգություն, նորից եմ կրկնում, Հայաստանի Հանրապետության դեմ Ալիևի օրինակով ցուցմունք տվողը իմ համար ընդդիմախոս չի կարա լինի։ Հրահրել է իրականում ասել, հա։ Ես չեմ հիշում հրահրել։ Ցավում եմ, որ դուք չեք տեսել։ Չեմ հիշում։ Ցավում եմ, որ դուք չեք տեսել։ Մեր ձեր լրագրող գործընկերները սա կփաստեն, մեր հեռուստադիտողները եւս մեկտաբանությունների դաշտում կփաստեն, եթե շատ եք ուզում հաղորդումից հետո ես Facebook-յանեջում կտեղադրեմ մեր Քոչարյանի հետ։ Ես ինձ հետաքրքրում է մի բան, այսօր ձեզ հետ միասին բարձենք մի բան։ Ձեր տեսակետները, կարծիքները հաշվի առնելով։ Ճիշտ է այսօր Միգուցե այդ երկրորդ ճանապարհն է, որ մենք մատնանշեցինք, որ ասեցինք գուցե եթե նրանք այդպիսի ագրեսիվ, հակահայկական, ռևանշիստական չէ, ֆաշիստական պահանջներ են թելադրում ամբողջ Հայաստանի այս ներկայիս տարածքն են, նույնիսկ բռնազավթված 250 քառակուսի կիլոմետրով, համարում 1000 քառակուսի կիլոմետրով իրենց եւ չեն ուզում զիջեն, նաեւ տարածքային եւ դեռ ավելի նոր բաներ են ուզում անկլավների հարց, էքսկլավների հարց են դրա մասին ինչի չենք խոսում։ Խոսենք նրա մասին Գուցե մենք էլ պիտի ուժեղացնենք մեր հակազդեցություն, այո, փախստականների հարց, մենք էլ գուցե ստեղծենք պատմական Հայաստանի, այսպես ադրբեջանական տարածքների հանդեպ հավակնություններ ունեցող մի կազմակերպություն, որը հիմնավորի, որ այ Ադրբեջանի SSS տարածքները Գանձակը, որ Գյանջա են ասում, դա եղել է պատմական հայկական։ Միգուցե մենք էլ այդպես աշխատենք։ Ես մի բան եմ ուզում։ Դա է ճիշտը։ Իսկ միգուցե դուք այդքան երկար չթվարկեք եւ միանգամից հայտարարեք պատերազմ Ադրբեջանին։ Իսկ միգուցե այդպես ավելի լավ լինի։ Իսկ միգուցե մենք մեզ հարց տանք, թե ինչի է Ադրբեջանը այս օրակարգը անընդհատ առաջ տանում։ Իսկ միգուցե Ադրբեջանը նպատակ ունի։ Իսկ միգուցե Ադրբեջանի նպատակը կայանում է նրանում, որ հրահարի նոր ռազմական էսկալացիա եւ այդ պարագայում ուժերի հարաբերակցությունը հաշվի առնելով իր դիրքերից, իր արտոնյալ դիրքերից, իր հնարավորություններից օգտվելով իրականում տրոհի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը Ադրբեջանը եթե պետք լինի պատերազմ եւ ընդհանուր միջազգային ակտորները եթե նրան թույլ տան այդ պատերազմը հրահրել միջազգային ակտորները որ բան ներեգություն բա որ այդքան ասում եք իսկ միջազգային ակտորները երբ թույլ տվեցին Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի հրահրում երբ թույլ տվեցին կամ ինչի թույլ տվեցին դա էլ է հարց Միջազգային իրավունքն էր ոտնահարված։ Միջազգային իրավունքն էր ոտնահարված։ Այո, միջազգային Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների կողմից օկուպացված էր ադրբեջանական տարածքներ միջազգային իրավունքով ճանաչված։ Իսկ եթե մենք կուլ ենք տալիս ադրբեջանական խայծը եւ Ադրբեջանին հակադրում ենք, օրինակ, Արևելյան Հայաստան որը ընդգրկում է Բաքուն, չգիտեմ, Քուրը, Արաքսը եւ այլն խառնարանները այդպես միջև Բաքու գնում ենք, լավ։ Նպատակ ենք դնում։ Միջազգային հարությունը, միջազգային հարուտ, մարդիկ են եղել, որ Բաքվում չայ խմելու երազանքով տառապել են։ Այս ժողովրդին էլ կերակրել են։ Բաքվում չայ խմել։ Կներեք, ես կուզեի, բայց դա մեր Բաքուրակերտն է, դա Բաքու չկա, չէ՞, ես էլ կասեմ, որպես ձեր նման հայրենասեր հայ։ Դա մեր Բաքուրակերտ պատմական քաղաքն է, որ Տիգրան Մեծի քաղաքակրթության օրոք մենք գնացել, հասել, ինչեւ որ ադրբեջանցիներ չեն եղել։ Հետո, վերջը։ Հետո կորցրել ենք։ Հետո կորցրել։ Հիմա պիտի նպատակ սահմանենք ըստ ձեզ, հակադրվելով Ադրբեջանին, պիտի արևմտյան Ադրբեջանին, արևելյան Հայաստանը հակադրենք։ Տեսլականը պիտի պահենք մեր մեջ, պարոն Մկրտչյան։ Մենք միջազգային հանրությանը պետքա ներկայանանք իբրև խաղաղության կողմնակից կողմ։ Դե ներկայանում ենք։ Դե բայ էլ ինչ եք ուզում։ Դե ներկայանում ենք, բայց ներկայանում ենք եւ այդ ներկայանալը տալիս է մեզ նորից եմ կրկնում 1 տարվա խաղաղություն, որ վերջին 1 տարում արձանագրել ենք, չկան զոհեր, չկան ռազմական բախումներ։ Դուք չեք կարծում, որ այս քաղաքականությունն է բերել սրան։ Հակադրվեք։ Չէ, հակադրվենք, ոչ թե հակադրվենք, այլ հակափաստարկենք միջազգային ազգաներում, որ չի կարելի կամ ասենք, որ Ադրբեջանը այս խոսույթը պետք է դադարի, որը պատերազմաբեր է, պատերազմաշունչ է, այսպես թե այնպես պետք է դադարի։
Այսպես թե այնպես մենք պետք է նաև Ադրբեջանի ներսում իրողությունները ճիշտ գնահատենք։ Ադրբեջանում դիկտատորական իշխանություն է հաստատված, որի նպատակը արտաքին թշնամու վրա ժողովրդի ուշադրության սևեռումն է, որի նպատակը նախկինում արված հայտարարությունների տակից ինչ որ առումով դուրս գալու փորձերն են։ Եվ հիմնականում այս հայտարարությունները տեղավորվում են բացառապես ներքին լսարանի համար։ Հակառակ պարագայում Ադրբեջանը արևմտյան Ադրբեջան իր այդ ծրագրի յետևից ռազմական ճանապարհով յուրաքանչյուր պահի, ինչպես դուք ասեցիք, իրավացիորեն կարող է գնալ։ Ինչի՞ չի գնում։ Է թող գնա։ Լավ ինչի այսօր որ չի գնում հասկանալի է օգոստոսի 8-ի երևիով չի միջազգային կոնսենսուս է միջազգային ուժերի կոնսենսուս օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները բերել են նրան որ Ադրբեջանը հնարավորություն չունենա ռազմական ճանապարհով Հայաստանի Հանրապետության հետ հարցեր լուծի օրինակ այլ հարց տամ լավ ձեզ մոտ մեզ մոտ հարց չի առաջանում օրինակ Ադրբեջանը ինչի Սյունիքը չկտրեց Հայաստանի Հանրապետությունից, չկտրեց Հայաստանի Հանրապետությունից 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում, երբ որ իրենք Զանգելանի շրջանը ռազմական ճանապարհով ազատագրել էին։ Այդքան ուժ չունեին։ Լուրջ։ Իմ կարծիքով։ Ես էլ եմ այդպես հրապարակային կարծում եւ ոչ միայն հրապարակային կարծում, բայց եկեք այս խոսակցությունը հանուն Հայաստանի Հանրապետության շարունակենք։ Բարի։ Այս մասով, այս նոտայի վրա շարունակենք, որովհետև ուժերի հարաբերակցությունը պետքա ճիշտ կարողանանք գնահատել։ Մենք իրականում գիտեք, մեր ամենամեծ խնդիրը պատերազմից հետո, ասենք նույն հարցի տրամաբանությամբ ամբողջ Արցախը չկորցրեցինք մենք, չէ՞։ Երբ որ 2020 թվականին մեր վիճակը լավ չէր, չէ՞, բոլոր դեպքերում։ Տարբեր օբյեկտիվ հələ դեռ շատ բան պետք է պարզվի։ Եվ ինչու հարգելի պարոն Մկրտչյան, ասեմ, կոմից ղեկավարվող 44 օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը այդպես էլ դեռ չի հրապարակում։ Վերջից կամ միանշանակ դեմ եմ այդ որոշմանը, որ չի հրապարակվում։ Հարկատուների հաշվին աշխատանք է կատարվել, պետական պաշտոնյաները, падգամավորները եւ պատկան մարմինները աշխատանք եւ քննություն են տարել, որի արդյունքները պետք է հանրությունը տեսնի, այս որոշումը պետք է վերանայել։ Այս մասով ես այդ ամբողջությամբ համաձայն եմ, բայց ինչ վերաբերվում է 2020-ին ինչու ամբողջ Լեռնային Ղարաբաղը չհանձնվեց եւ ինչու այս պատկերն ունեցանք, ասեմ, որովհետեւ նոյեմբերի ինչի արդյունքում կանգնեց պատերազմը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի։ Բայց մեր զինվորները կրվեցին, չէ՞ որ կանգնի, այդ գոնե միանշանակ մեր զինվորների սխրանքը, մեր զինվորների կատարած աշխատանքը, մեր ժողովրդի առհասարակ ներդրած ջանքերը չի կարելի սակարկման առարկա դարձնել եւ որևէ պարագայում դա քննության առարկա չի, որովհետեւ ժողովուրդը նվիրվել է, անմնացորդ է նվիրվել։ Ինչի օրինակ նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջոցով չէ կանգնեցվեց։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի միջոցով Քելբաջարի շրջանը Ադրբեջանին տրվեց, Աղդամի շրջանը Ադրբեջանին տրվեց, պահվեց Ստեփանակերտը։ Դրվեց բանալին էստեղ, այ ինչուի պատասխանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետը գրվեց։ Որ պահին սկսվեց Արցախի վերջնական հանձնման գործընթացը ռուսների եւ ադրբեջանցիների, ինչու ոչ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության լուր կոնսենսուսի արդյունքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունը եւ նրա իշխանությունը դեմ գնաց նոյեմբերի 9-ի 9-րդ կետին, որտեղ ոտնահարվում էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու սուվերենությունը։ Այ ձեր հարցի պատասխանը դա է։ Լաչինի Միջանցք ի պատասխան կամ հայելային ստանալով Զանգեզուրի Միջանցք կոչվող այդ ճանապարհը Ադրբեջանի եւ Ռուսաստանի համար։ Սա է եղել ողջ խաղադրույքը։ Դրա համար են պահել։ Իսկ ինչու Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ հանձնվեց։ Այդ հարցի հասցեատերը ոչ ես եմ, ոչ հանրապետության վարչապետն է, ոչ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Ոչ էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, առավել եւս Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի։ Այդ հարցի հասցեատերը Ռուսաստանի Դաշնությունն է եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը չգիտես ինչ պայմաններում
հայտնվեց Բաքվի բանտերում եւ հիմա էլ շարունակում է Բաքվի բանտերում մնալ։ Հատուկ եմ շեշտում, չգիտես ինչ պայմաններում։ 120,000 հայի, 120,000 էթնիկ հայի, մի փոքր քիչ, որովհետեւ 120,000-ից 20,000-ը դեռևս 20 թվականի արդյունքում էին տեղափոխվել այստեղ։ 100,000 մարդու էթնիկ հայի, այդ թվում Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաներից շատ-շատերին հաջողվեց Լաչինի միջանցքով Հակարի կամուրջը հատել, գալ Հայաստանի Հանրապետություն, բայց նրանց չհաջողվեց։ Չեք կարծում, որ այստեղ ինչ-որ մի հատ մութ պատմություն կա եւ պետքա դեռ բարձվի ու ժամանակը պետքա սա գցի իր տեղը։ 44 օրյայի միգուցե այդ հանձնաժողովը բարձր, այ դուք որ քննադատեցիք 44 օրյայի հանձնաժողովը 44 օրյայի համար էր, ես չեմ կարծում 44 օրյայի հանձնաժողովը 2023 թվականի սեպտեմբերյան գործողությունների պատասխանը առնվազն պիտի պատասխանեն ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, թե այդ ինչպես Եթե ազատ Այդ ինչպես ադրբեջանցիները ըստ ռուսական եւ ադրբեջանական կողմի չհերքվող մեկը մյուսին հայտարարությունների, այդ ինչպես ռուսները տեղեկացան ռազմական հարձակման մասին, բայց իրենք չտեղեկացան։ Եղելա չէ, Հիկմետ Հաջիևնա չէ պնդել նոյեմբերի 9-ի փաստաթղթի 5 տարվա լրանալու հետ կապված նոյեմբերի 9-ին արված հայտարարությունը այս տարվա ինչի մասին էր, որ ադրբեջանական կողմը ռուսներին, ռուս խաղաղապահներին կանխավ, տեղեկացրել է հակաահաբեկչական ճակերտներում մեզ համար գործողության մասին։ Բա այդ վերևն աստված ներքևը Վլադիմիր Պուտին տեսնող ռազմաքաղաքական ղեկավարները ասելիք չպիտի ունենան։ Եթե բանտից ազատվեն։ Եթե ազատվեն Հիմա այնտեղ ինչ ասեն։ Վերադառնան Հայաստանի Հանրապետություն, կարծում եմ իրենք պետքա ասեն։ Այո։ Կասեն, չեն ասի, դա էլ արդեն պետությունը կհասկանա իրանց հետ ոնց վարվի։ Անաչառ մոտեցում է պետք։ Պետքա իրականում իրերը կոչել իրենց անունով։ Պետքա մեր մեջից հանել, ես այն մարդկանց շարքին եմ դասվում, որ 2026 թվականի ընտրությունները բեկումնայինն եմ դիտարկում եւ ես համատեքստում միշտ ասում եմ առաջադրված քաղաքական ուժերը եւս պետք է անկեղծ լինեն իրենց ընտրողների հետ, ժողովուրդն էլ պետք է խելքը գլուխը հավաքած ճիշտ ընտրություն կատարի։ Ինչ նկատի ունեմ քաղաքական ուժերի անկեղծությունը ասելով, շատ պարզ։ Դաշնակները, որ առավոտից երեկո խոսում են արժանապատիվ խաղաղությունից, Արցախ կուրծք են ծեսում առավոտից երեկո Արցախ են գոռում։ Իրանք պարտավոր են 2026 թվականի ընտրություններին գնալուց իրենց նախընտրական ծրագրում զետեղել Լեռնային Ղարաբաղի վերադարձման, եթե ոչ ազատագրման մինի պլանը եւ ծրագիրը։ Սա ազնվության մասին է քաղաքական ուժի, որ պարտավոր են, 7 տարի այս մարդկանց ուղեղները այդ բանով են լվաց է։ Հիմա պարտավոր են այդ օրակարգով գնան։ Ես այլ օրակարգի կրող եմ։ Ես իրական Հայաստանի գաղափարախոսության իրական կրող եմ։ Ես իմ սխալներից դասեր եմ քաղում ոչ միայն անձնական հարթության վրա, այլ նաև գլոբալ առումով։ Հայաստանի Հանրապետության գործած սխալներից դասեր եմ քաղում եւ ինձ համար Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետր սուվերեն ինքնիշխան տարածքից դուրս, եթե կա որևէ քաղաքական ուժ, միավոր խմբավորում թայֆա, որը տեսնում է Հայաստանի Հանրապետության տարածքը դրանից դուրս, ես իբրև քաղաքացի, իբրև քաղաքականությամբ զբաղվող մարդ, այդ ուժերի հետ անելիք չունեմ։ Շատ պարզ եմ ասում։ Բայց ուզում եք որ 23743-ի գոնե այդ չափը վերադարձվի, որը հիմա չկա։ Միանշանակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից կա օկուպացված տարածքներ եւ դա պետքա վերադարձվի։ Այդ թվում կա նաեւ ադրբեջանական անկլավներ։ Այդ տարածքում վտանգավոր են, թե վտանգավոր չեն։ Ես կարծում եմ մենք պետքա խոսենք դրա մասին։ Մենք պետքա փորձենք այդ վտանգավոր, այո, վտանգավոր հարցերի շուրջ եւս ունենանք խոսակցություն, ունենանք ծրագիր, ունենանք որևէ տեսլական։ Ու այս ուղղությամբ պետքա աշխատանքներ տանել, պետքա բանակցել Ադրբեջանի հետ նորմալ
հարաբերությունների հաստատման համար, պետք է բանակցել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալ հաստատման համար։ Եթե սիրում ենք այս պետությունն ու այս ժողովրդին, հակառակ պարագայում էլի եմ ձեզ ասում եւ փաստարկված ասում, Հայաստանի Հանրապետությունը նորանկախ իր ողջ պատմության ընթացքում թշնամանք է միայն քարոզել եւ թշնամական ճանապարհով այդ խնդիրների լուծումը ռազմական ճանապարհով է տեսել, թույլ տվեք ավարտել։ Եվ այդ համատեքստում Հայաստանի Հանրապետությունն ու նրա քաղաքացին ոչինչ չի շահել։ Ոչինչ չի շահել։ Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին շարունակաբար ներարկել են, որ հող հանձնողին կհանձնեն հողին։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շարունակաբար մեղադրել են իրավացիորեն Թուրքիային Օսմանյան կայսրությանը ցեղասպանություն իրականացնելու մեջ իրավացիորեն մեղադրել են, դա անժխտելի է, դա քննության առարկա չի կարող դառնալ։ Հատուկ եմ սա շեշտում։ Բայց զուգահեռ իրականության մեջ իրենք չեն ֆիքսել, որ 90 թվականից մինչև այսօր Հայաստանի Հանրապետությունից 1.300.000 Հայաստանի Հանրապետության քաղաքացի այս հողու ջրին կպած մարդ ուղղակի թքել է այս հողու ջրի վրա ու հեռացել է Հայաստանի Հանրապետությունից։ Սա կոչվում է սպիտակ գենոցիդ, սպիտակ եղեռն։ Դա ուրիշ ցավ է, բայց որ դուք պարոն ուրիշ ցավ չի, դա սեփական, չէ, այլ սեփական ձեռքով, սեփական ոտքին կրակելու դասական օրինակ է։ Այդ ցավը մերն է, պիտի գնանք դրա լուծման ետևից։ Լուծման ճանապարհը մեկն է։ Մենք թշնամանք չենք քարոզել։ Իմ կարծիքով կներեք իմ մեկնաբանի բանը մի քիչ գերազանցեմ, որպես իմ բարեկամ։ Մենք, եթե դուք ասում եք մենք թշնամանք ենք քարոզել, այդ ալիբի եք, խաղակարդ եք տալիս Ադրբեջանին, որ ասի այ հայերն են մեղավորները, մենք պիտի հայերի հետ շարունակենք։ Ապրիլի 24-ից 24 ես Ջայլամային յուրաքանչյուր քաղաքականության եւ դրսեւորման դեմ եմ առհասարակ։ Ապրիլի 24-ից 24 առնվազն Հայաստանի Հանրապետությունում Երևան քաղաքի կենտրոնում ադրբեջանական ու թուրքական դրոշներ այրվել են, թե ոչ։ Նրանք հայկական դրոշ են այրվել։ Կներեք, դուք ասում եք թշնամանք չենք կա, թշնամանքի դրսևորում չի։ Եթե թշնամանքի դրսևորում չի, անշնորհքության, անդաստիրակության, սեփական ճղճիմության դրսևորում է։ Եթե դա չի, ես ուրախ կլինեի, որ գոնե դա թշնամանքով հիմնավորվի։ Ցեղասպանություն կարած ազգի համար մի քիչ բնական չեք համարում, որ դա մի քիչ գոնե պիտի լիներ այդ ցեղասպանություն տեսած ազգը պետքա սթափ դատի։ Իր պատմությունից ստացած դասերը սերտի, հետևություններ անի, որպեսզի նմանատիպ դեպքերը չկրկնվի։ Մենք ցեղասպանվեցինք Օսմանյան թուրքերի կողմից 1910-ական թվականների սկզբից սկսած կուլմինացիան 15 թվականին եւ մենք սովոր ենք 15 թվականը նշել իբրև դրա կուլմինացիոն տարի, բայց մենք ինքներս մեզ չենք պատասխանել, բալավ 1.300.000 հային ով ցեղասպանեց իր բնորանից տեղահան անելով։ Այդ հարցի պատասխանը ձեզ չի հետաքրքրում։ Իհարկե հետաքրքրում։ Բա որ հետաքրքրում է ինչի նույն ջանասիրությամբ այդ հարցի հետևից չեք գնում։ Այդ հարցը ինձ ասեմ ավելի այդ հարցը ինձ ավելի շատ է այս պահին հետաքրքրում, քան այն ինչ եղել է 100 տարի առաջ։ Հիմնավոր եմ, որովհետև այն ինչ եղել է 100 տարի առաջ եղել է մեր թշնամու ձեռքով։ Այո։ Իսկ այն ինչ որ տեղի է ունեցել վերջին 3 տասնամյակի ընթացքում, ցավոք սրտի է տեղի է ունեցել հայի ձեռքով։ Հայի տականքի ձեռքով։ Մեր սխալները ընդունում են։ Թաթար մոնղոլական այդ արշավախմբի ձեռքով։ Ով ասեց, որ մենք սխալներ չենք ունենում։ Ու իմ համար խնդիրը այդ դրա հետևից գնալն է, դրա հիմքերը տեսնելն է, դրա հիմքերի հետևից երբ որ գնում եմ եւ ուզում եմ տեսնել թե պատճառները որտեղից է գալի։ Ես լավ հասկանում եմ եւ չեմ խեղաթյուրում իրավիճակը, որ մեր առաջ սահմանը փակել է Թուրքիան։ Դա եղել է սանկցիոն գործողություն մեր դեմ։ Որ մենք շրջափակման պայմանավորված սոցիալական ծանր վիճակում հայտնվենք, 80-ականների մետաղե ջարդոնները մեր ղեկավարները չասեմ ավելին, էլի մեծ սիրով կասեի, Ռուսաստանից փողը տան, վարկերի տակ մցնեն, բերեն, Հայաստանի Հանրապետության քաղաքացին էլ սոցիալական ծանր բերի տակ կքած շրջափակման պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից թողնի ու գնա։ Ինձ ավելի շատ հուզում է իմ հայրենակիցների ձեռքով ցեղասպանության,
սպիտակ գենոցիդի ենթարկված մեր հայրենակիցները ու մեր հանրապետության ճակատագիրը առաջին հերթին։ Իսկ այն ինչ որ տեղի է ունեցել 100 տարի առաջ, դա անքննելի է, դա միջազգային հանրության սեփականությունն է, տասնյակ պետություններ, անկախ ինքնիշխան պետություններ, հզոր պետություններ ճանաչել են հայոց ցեղասպանությունը, դատապարտել են հայոց ցեղասպանությունը, բայց մենք ինքներս մեր ներսում, մեզ համար չենք ընդունել, որ մենք ինքներս մեր ձեռքով մեզ ցեղասպանել ենք։ 1,300,000 մեր հայրենակիցների հեռանալը այստեղից ցեղասպանություն է, թող ինձ որևէ մեկը այլ բան չհամոզի։ Ու իմ խնդիրը ոչ թե 100 տարի առաջ իմ պապերին ցեղասպանության ենթարկված Յուսուֆի հետ է, այլ 30 տարվա ընթացքում իմ հայրենակիցներին բնորանից կտրած Սերժիկի հետ է, Քոչարյան Ռոբերտի հետ է, նախկին իշխանությունների հետ է, այդ նախկին իշխանությունների հանցագործությունները ծածկադմփոց անող ներկաների հետ է, եթե այդպիսի կան։ Եթե կան, հա, բայց այդպես բան Մկրտչյան, Եվ իմ խնդիրը այդպես բարձրաձայն չհամես, Եվ իմ խնդիրը, լսեք, իմ խնդիրը Հայաստանի Հանրապետություն 15 թվին համազոր չասենք, որ հանգած դրսի մեր Արյունակամ են այնտեղ արել, այստեղ տեղահան են արել, այնտեղ տեղահան են արել, այստեղ էլ են տեղահան արել։ Ալիևը թքած ունեմ ինձ ինչ կասի։ Ես առհասարակ Հայաստանի Հանրապետությունում, եթե Հայաստանի Հանրապետությունում կա խնդիր, ես գնում եմ այդ խնդրի լուծման ետևից։ Եվ ես ուրախ եմ, որ Հանրապետության վարչապետը եւս ականջալուր չի լինում այդ վայ ընդդիմադիրներին։ Կա խնդիր, պետքա գնալ ու լուծել այդ խնդիրը։ Ինչ կասի Ալիևը քո խնդրի լուծման ճանապարհին, դու թքած ունեմ Ալիևը ինչ կասի։ Իմ խնդիրը, իմ երկրի ներսի խնդրը լուծելն է։ Խնդրեմա Կտրիշ Ներսիսյանը։ Պիտի լուծվի։ Մետաստազա Կտրիշ Ներսիսյանը պիտի հեռացվի։ Ինչ համտածում Փաշազադեն դրա մասին, մեծ հաշվով ծալած, փաթաթած ու ոլորած ունեմ ես, ինչպես կասեր դասականը։ Իմ խնդիրը իմ երկրի ներսում ինստիտուտներ կայացնելն ու երկիրը զարգացնելն ու հզորացնելն է։ Հարաբերություններ հաստատելն է, որ շրջապակումից դուրս գա այս երկիրը, այս ժողովուրդը շնչի ու իր ապագան Սախալիններում, Կամչատկաներում ասֆալտ փռելու մեջ չտենա, խոպաններում չտենա, իր երեխուն այս երկրից տեղահան չանի, հացը խլեպ չսարքի։ Այ դրա համար է իմ կռիվը։ Իմ կռիվը ներկայի հետ է։ Անցյալից դասեր է պետք քաղել։ Անցյալից դասեր քաղենք, բայց ներկան ճիշտ կառուցենք ներկան էլ կառուցելիս իրողությունների հետ առերեսվենք։ Մի կողմ դնելով էլի եմ կրկնում, մենք շատ ենք սիրում, դուք առաջին մարդը չեք ցավոք սրտի։ Մենք շատ ենք սիրում մեր խնդիրները լուծելու ճանապարհին մտածել, թե մեր մասին ինչ կասեն հարևանները։ Թքած ունեմ ինչ կասեն հարևանները։ Օրինակ ես ինքս անձամբ ես չեմ ապրում հարևանացավով։ Կտրիշ Ներսիսյանի թեման, որ հիմա շատ տաք է հասարակության շրջանում, եւ ինքս էլ ես ինձ համարում եմ առաջամարտիկ Կտրիշ Ներսիսյանին հեռացնելու հարցում։ Լավ, ձեր տեսակետն է, ինչ ասեմ։ Խոսում է դրա մասին Փաշազադեն։ Հետո Ջահանդամը իրանց լեզվով ասած թե չի խոսում։ Ու ինչ։ Կտրիշ Ներսիսյանը սրբադասվեց։ Կուսակրոնության ուխտը չխախտեց։ Բորլկությունը չի հովանավորում հիմա։ Ու ես պիտի դրա հետ հաշտ լինեմ։ Լուրջ եք ասում։ Ես հաշտ չեմ դրա հետ։ Ես հաշտ չեմ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակ ստով այս երկրին, այս ժողովրդին կերակրել են տարիներ շարունակ։ Այդ տարածաշրջանի Չէ, ես պիտի ասեմ, պիտի համեմատեկանը տանեմ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակ միֆը, փուչիկը պայթեց այս ժողովրդի գլխին։ Պայթեց ու ամենածանր գինը վճարեց այս ժողովուրդը։ Չէինք տեսնում, թե որ ասենք մեր բանակը տարածաշրջանի ամենամարտունակը չի, Ալիևը կամ Ադրբեջանը կլսեր, Թուրքիան կլսեր։ Ամենք այդքան միամիտ ենք, հետախուզություն չունեն, հակահետախուզություն չունեն, վերջի վերջո մեր բարեկամները իրանց հետ Բաքվում չայ չեն խմում, ռուսական սաունաներում ժամանակ չեն անցկացնում Նարիշկինի օրինակով։ Մենք բան ենք, ջայլամային քաղաքականությունը, չէր։ Այս տարածաշրջանում օրորի հզորացող ադրբեջանական բանակը չէինք տեսնում, պարսկական բանակը մեր քթի տակ չէինք տեսնում։
թուրքական ՆԱՏՕ-ի երկրորդ բանակը չէինք տեսնում, մեր ականջներին հաճելի էր լսել տարածաշրջանի ամենամարտունակ բանակ արտահայտությունը։ Ժամանակին որ խոսեինք, ժամանակին որ քիթներս խոթում ենք բանակի խնդիրների մեջ, բանակի ծախսերի մեջ, ականջալուրջ չլինենք այն բաշի բոզուկներին, որ ասում էին բանակը սրբության սրբոցա դու գործ չունեք, իսկ բանակը վերածել էին իրական լվացկատան։ Մենք այսօր այս արհավիրքների առաջ կանգնած չէինք լինի։ Եղավ, դա արդեն մի քիչ այլ հարյուրավոր կարող եմ մենք վերադառնում ենք նորից բանին, խոսեցինք դրա մասին, մի օր էլ խոսենք հենց բանակի այդ խնդիրների մասին, դուք ձեր տեսակետները կարտահայտեք։ Ես մաքսիմալ քիչ կարտահայտեմ բանակի խնդիրների մասով, որովհետև ես դրա մասնագետը չեմ եւ զերծ եմ։ Բոլոր դեպքերում ամեն դեպքում մեկնաբանություններ եք իհարկե որպես հասարակության ներկայացուցիչ ես հեռու եմ այն կարծիքից, նաեւ այսօր նույն անդիմախոսներն են ասում, որ բանակում մեղմ ասած ամեն ինչ հրաշալի չի եղել, եթե չասեմ ինչ որ բաներ, բայց իհարկե կան այլև այլ մեկնաբանություններ, հորդորում եմ, եթե այդ Քոչարյանա-Սերժական դաշնակական այդ շերտերն են կամ նրանց սատելիտները եւ պուպուշ դեմքերով տղաներն ու աղջիկները, որ հիմա նետվում են 2026-ին ընթരാճ դաշտ, եթե նրանք են, ես իրենց պատասխանատու կերպով նաեւ պատկան մարմիններին եմ հորդորում կազմակերպել այց, Տավուշի դիրքեր, Սյունիքի դիրքեր, կատարված աշխատանքը տեսնել, նախկինում եղած դիրքերը տեսնել ու հետևություն անել։ Ու երբ որ կգնան այդտեղ, թող բարոյականություն ունենան մարդկային, գոնե հենց այդ դիրքերից փակ տարածքից չվնասելով բանակին մտնեն եթեր ու ներեգություն խնդրեն, որտեվ այդ աշխատանքը իրականում կատարվում է։ Ես իմ աչքերով եմ տեսել։ Ես իմ աչքերով դա տեսել եմ։ Եվ ես ասում եմ, այն մարդիկ, որ խոսում են Կիրանցից, Տավուշից, թող գնան այդտեղի դիրքերը տեսնեն։ Թող գնան այդտեղի կյանքն ու բարելաված նորմալ մարդկային պայմանները տեսնեն։ Թող գնան այդտեղ կանգնած սահմանապահներին տեսնեն։ Ու թող հիշեն իրանց ժամանակահատվածը։ Ու թող այդան Վահագնի տան մեջ իրանց խորովածը լափեն։ Ավարտենք այսքանով, շնորհակալություն այսօրվա համար, շնորհակալություն, որ եկաք ու ձեր տեսակետներն արտահայտեցիք։ Ես եմ շնորհակալ։ Եթերում անկաշկան զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր տաղավարում էր քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, ես դիմում եմ կրկին մեր այն ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդհանրապես սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին։ Շնորհակալություն, կհանդիպենք։